Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք շատ կարևոր զարգացման մասին տարածաշրջանում, որը իհարկե նաև առնչություն ունի Հայաստանի հետ, որովհետև Միացյալ Նահանգները փորձում են, ավելի ճիշտ արդեն փորձեցին եւ դա հաջողակ չստացվեց, վերականգնել հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Եվ թուրքական կողմը պաշտոնական մակարդակով հրաժարվել է Միացյալ Նահանգների այդ առաջարկից պաշտոնական Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնել եւ դրա տարբեր պատճառները թվարկել եւ մենք ձեր հետ միասին այդ պատճառները մանրամասն կուսումնասիրենք այդ հայտարարությունները եւ ընդհանուր առումով կհասկանանք թե ինչ է տեղի ունենում Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների միջև, ինչ զարգացումներ կարող են լինել այստեղից եւ Միացյալ Նահանգները ինչու ունեն այսպիսի դեր տարածաշրջանում, հիմա ինչ են փորձում եւ ինչ է փոխվել Միացյալ Նահանգների մոտեցումում, երբ Թուրքիան հրաժարվեց այս ուղղությամբ քայլեր անելուց։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ դրեք զանգակը, սա կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, դուք նաեւ կարող եք օգնել ալիքին զարգանալու գործընթացում նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ բոլոր ալիքին բաժանորդագրված անդամներին եւ բոլորին, ով ցուցադրում է օգնություն ալիքի զարգացմանը։ Անցնենք բուն թեմային, որը շատ կարևոր եւ շատ հետաքրքիր է։ Եվ պետք է ասեմ, որ այսօր թուրքական մամուլի մեծ մասը հենց այս թեման է քննարկում, այդ թվում մի քանի հետաքրքիր հոդված տեսա եւ վերնագրերը շատ պարզ են։ Թուրքիան հրաժարվում է որևէ ուրեմն Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման առաջարկներից, այսինքն այստեղ օգտագործվում է որևէ առաջարկ։ Թուրքիան չի գնահատում որևէ առաջարկը ինչպես ընդունելի կամ անընդունելի, առհասարակ առաջարկն է Թուրքիայի համար անընդունելի, որովհետև Թուրքիան չի պատրաստվում հարաբերությունը բարելավել Իսրայելի հետ։ Միացյալ Նահանգները իհարկե հասկանալի է, որ Մերձավոր Արևելքում հիմա երբ ստեղծված է շատ ծանր եւ բարդ իրավիճակ, որի ականատես ենք մենք ձեր հետ բոլորը եւ տեսնում ենք, թե ինչպես են զարգանում իրականությունը եւ իրադարձությունները նաեւ Իրանի շուրջ եւ մենք իհարկե շարունակում ենք սպասել այդ ուղղությամբ լուրջ զարգացումներին եւ ես ձեզ իհարկե կտեղեկացնեմ դրանից հետո թարմ արդեն նորություններ վերաբերող Իրանին, բայց պետք է ասեմ, որ այս պահի համար Թուրքիա-Իրանի ուղղությունով Միացյալ Նահանգների ջանքերը շատ մեծ կարևորություն ունեն, որովհետև Միացյալ Նահանգները ուզում է Թուրքիայի կողմից սպառնալիքները դեպի Իսրայել նվազեցնի։ Եվ այդ նպատակով Թուրքիայի ուղղությամբ քայլեր են արվում Միացյալ Նահանգների կողմից, այդ թվում Միացյալ Նահանգները փորձում են Թուրքիային ներգրավել Ղազայի հարցի լուծման քաղաքական եւ մարդասիրական բաղադրիչներում։ Միացյալ Նահանգները ուզում են տեսնել, որ դիվանագիտական հարաբերությունները եւ շփումները Անկարայի եւ Երուսաղեմի միջև վերականգնվում են եւ սա կարելի է ասել հետաքրքիր քայլ է, որովհետև երեք Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ Գազայի խնդրի լուծման երկրորդ փուլ են մտնում, այնտեղ մի քանի փուլով է Դոնալդ Տրամփի աշխատակազմը բաժանել Ղազայի հարցը լուծելը եւ երկրորդ փուլում արդեն 15 հոգանոց այսպիսի ոչ ռազմական, այսինքն Համասի հետ կապ չունեցող քաղաքացիական բյուրոկրատիկ, այսպես ասեմ, ուրեմն կազմ է ձևավորվել, որը պետք է Ղազան ղեկավարի եւ շատ է ուզում Միացյալ Նահանգները, որ Թուրքիան այդ գործընթացում ներկա լինի, բայց ներկա լինի քաղաքական առումով, որովհետեւ Թուրքիան ուզում է Ղազայում ունենալ սեփական զորքը եւ դա շատ կարեւոր հարց է։ Թուրքիան ուզում է վերադառնալ Ղազա, վերջի անգամ եղել է Օսմանյան կայսրության ժամանակ։ Եվ մինչև հիմա էլ իրանք ասում են Ղազան դա պատմական հայրենիքի մաս է Թուրքիայի։ Շատ հետաքրքիր հայտարարություն է, դա նաև կա Թուրքիայի գրքերում պատմության, որ Ղազան
թուրքերի համար հայրենիք է, եւ իրանք ուզում են վերադառնալ Ղազա ինչպես զինվորական, այսինքն ճակերտներում խաղաղապահ առաքելության ներքո, բայց ուղիղ որ ասեմ, տեղում ուզում են ռազմակայան ձևավորել եւ փաստացի Ղազան դարձնել Թուրքիայի տարածք։ Իսրայելի համար իհարկե դա սարսափելի զարգացում կլինի եւ Իսրայելը մենք ձեր հետ վերջերս խոսեցինք, որ կազմում է դաշինք Թուրքիայի ուղղությամբ, դա Սիրիա եւ ուրեմն Կիպրոս եւ միևնույն ժամանակ Հունաստան այդ ուղություններն են, այսինքն Հունաստան-Կիպրոսի ուղությունով դաշնակցության քայլեր, դաշինք կազմելու քայլեր, իսկ Սիրիայի ուղությունով կանխել Թուրքիայի հնարավոր ներկայությունը եւ այդ ուղությունով լուրջ քայլեր են արվում, մենք ձեր հետ բազում անգամ խոսել ենք սրա մասին մանրամասն, հարավային Սիրիայում Իսրայելի ներկայության մասին, առաջընթացի մասին եւ կենտրոնական Սիրիայում, որ թույլ չի տալի Թուրքիան ձևավորի ռազմակայաններ, բայց մենք տեսնում ենք Թուրքիայի ջանքերը այդ ուղղությունով, հատկապես քրդերին վերաբերող հարցերի ուղղությամբ հյուսիսում, որտեղ որ ասեմ ձեզ, որ մարտերը շարունակվում են եւ հենց լինի մեծ փոփոխություն, ես ձեզ իհարկե տեղյակ կպահեմ, բայց դեռ լուրջ փոփոխություններ չկա, մարտերը վերջի պահին ձեզ ինչ տեղյակ եմ պահել այդ իրավիճակում հենց բայց մարտերը շարունակվում են, ուստի Միացյալ Նահանգները հասկանում են, որ այն, որ Իրանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիան ինչպես գլխավոր սպառնալիք Իսրայելի համար եւ դրա մասին խոսում են նաեւ հանրային տվյալները, դա իհարկե փաստում է, որ շատ մեծ կարևորություն ունի բարելավել այս երկու պետության հարաբերությունները, բայց սա փորձ էր եւ Միացյալ Նահանգները հստակ արդեն պատասխան ստացան պատասխան Թուրքիայից, որ դա հնարավոր չէ։ Հիմա խոսենք դրա մասին։ Միջև այդ նաև ասեմ, որ Միացյալ Նահանգների ջանքերը ուղղված են ընդհանուր առումով տարածաշրջանային կայունության գործընթացին, որովհետև զուգահեռ խոսքին Թրիփի այդ ճանապարհի զարգացմանը, որը Թուրքիայի հետ ուղղակի կապ ունի, մենք տեսնում ենք, որ փաստաթղթում գրված է եւ ես մեծ վերլուծություն եմ ուրեմն պատրաստել ձեր համար, կարող եք ալիքում դիտել ով չի դիտել եւ քիչ դիտում հավաքեց, ասեմ ձեզ այդ վերլուծությունը, չգիտեմ ինչու, որովհետեւ իմ կարծիքով շատ կարեւոր էր, մենք կետ առ կետ ուսումնասիրեցինք Թրիփի մասին այդ նոր փաստաթուղթը, որը պատմական նշանակություն ունի եւ ձևավորելու է Հայաստանի անվտանգային փաստացի միջավայրը մոտակա 50 կամ 100 տարվա ընթացքում, հարգելի ուրմեկիցներ, այնպիսի հարցի մասին է խոսքը, որ դա այդքան կարևոր հարց է, որ մենք դրա մասին շատ անգամ ենք խոսելու, բայց համոզված եմ, որ բոլորին վերաբերվում է դա, որովհետև մեր ապագայի մասին է 50, 100 եւ կարող այլ ավելի տարվա ընթացքում։ Զուգահեռ դրա պետք է ասեմ, որ այդ փաստաթղթում նաև գրված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կայունացման մասին։ Եվ դա շատ կարևոր բաղադրիչ է, այսինքն Թրիփը, որ իրականություն դառնա, անպայման պետք է նորմալիզացիա, բարելավում տեղի ունենա եւ վերջնական ձևավորում Թուրքիա-Հայաստան միջպետական հարաբերությունների։ Եվ այդ նպատակով Միացյալ Նահանգները մեծ ջանքեր են տրամադրելու։ Հիմա հասկանալով սա, մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները մի կողմից Թուրքիայի հենց Հայաստանի ուղղությունով են փորձում հարաբերությունները բարելավել, բայց մյուս կողմից Իսրայելի ուղղությունով։ Այսօր կարելի ասել այս մերձավոր արևելքի շրջանում, եթե Հայաստանը նաև ներառում ենք կամ Հարավային Կովկասը, Միացյալ Նահանգների համար կա երկու դաշնակից։ Լուրջ դաշնակից։ Ցամաքում, որովհետև Կիպրոսը եւ Հունաստանը նաև են դաշնակից, բայց իրանք այս ցամաքում չեն գտնվում։ Հունաստանը Եվրոպայում է գտնվում, Կիպրոսը կղզի է, ուրեմն արևելյան միջերկրական ծովում։ Իսկ եթե ցամաքային հատվածն ենք վերցնում մերձավոր արևելքի, ապա գլխավոր դաշնակիցները ես կասեի այսօր դա Իսրայելն է եւ հյուսիսում ակնհայտորեն Հայաստանը, բայց Հայաստանը մեծ անելիք ունի այդ ուղղությունով եւ Թրիփի փաստաթուղթը տալիս է դրա հնարավորություն։ Հիմա Միացյալ Նահանգները մտահոգված են ինչով, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն եւ ունենալով կարևոր դեր ՆԱՏՕ-ի շրջանակներում միասնական անվտանգության համակարգի մի կողմից գլխավոր դաշնակցի Իսրայելի ուղղությամբ տեսնում ենք ինչ ագրեսիվ քաղաքականություն է վարում, մյուս կողմից եւ մենք ձեր հետ միասին վերջերս խոսել ենք, վերլուծել ենք,
այն իսլամական ՆԱՏՕ-ն, որը փորձում է ձևավորվել Պակիստան, Սաուդյան Արաբիայի ուղղությունով եւ որին ուզում է միանալ Թուրքիան։ Այսինքն, հարգելի այդնակիցներ, մեր վերլուծությունները ալիքում ցույց են տալի, որ եւ որակը այդ վերլուծությունների խորքը եւ կապը ցույց է տալի, որ բոլոր վերլուծությունները իրար հետ կապված են։ Այսինքն մենք ձեր հետ միասին այդ puzzle-ի նման հավաքում ենք աշխարհաքաղաքական քարտեզ։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում Իսրայելում, մենք վերլուծում ենք ինչ է կատարվում Իսրայելի հարևանությամբ, մենք տեսնում ենք ինչ է կատարվում Իսրայել-Իրան ուղղությունով, մենք նայում ենք ինչպես է դա առնչվում Հայաստանին Իրանի ուղղությունով, ինչ կապ ունի դա Հայաստանի հետ Ադրբեջանի, Թուրքիայի դերը այստեղ տեսնում ենք մեծ տարածաշրջանում, կապում ենք դա նաև Պակիստան-Հնդկաստանի հետ, որը մենք նաև ակտիվ վերլուծում ենք։ Մենք խոսում ենք թուրքական միության ինտեգրման գործընթացների մասին, Թուրքիա-Ռուսաստան եւ այդ տրամաբանության հարաբերությունների, ներսում թուրքական միության տեղի ունեցող զարգացումների, հայ-ադրբեջանական, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, Սիրիան գետնի վրա, Իսրայել, Կիպրոս, Հունաստան այդ դաշինքը փաստացի վերլուծեցինք, Եմենում նայում ենք թե ինչպիսի իրավիճակ է Սաուդյան Արաբիա եւ Միացյալ Արաբական Էմիրությունները, եւ ես անշում եմ վերջին մի քանի շաբաթվա մեր վերլուծությունները, որոնք ապացուցում են, որ այստեղ մենք միասին ստեղծում ենք ուրեմն վերլուծական աշխարհաքաղաքական քարտեզ, որի միջոցով կարելի է հասկանալ Հայաստանում, Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Առանձին իհարկե ես նաև գիտեք ակտիվ զբաղվում եմ նաև Հայաստանի ներքաղաքական հարցերով, կլինի դա այստեղ այս ալիքի շնորհիվ, թե հարցազրույցների շնորհիվ եւ այլն։ Ուստի մի շղթա է ձևավորվում, որով մենք ձեր հետ միասին կարևոր շատ գործ ենք անում։ Եվ շարունակելով պետք է ասեմ, որ իհարկե այդ ուղղությամբ Միացյալ Նահանգները չեն ուզում, որ Թուրքիան վերջնական լքի ՆԱՏՕ-ի այդ ուղղությունը եւ գնա դեպի իսլամական աշխարհի այդ ՆԱՏՕ-ն եւ հակաամերիկյան ուրիշ կառույցները։ Եվ իհարկե միևնույն ժամանակ Վաշինգտոնը փորձում է բալանսավորել Իրանի այս ուղղությունը, որովհետեւ հաշվի առնում, որ տարածաշրջանում միանգամից մի քանի խաղացող կան, որոնք Իսրայելի հետ սրված հարաբերություններ ունեն։ Եվ դա ներառում է ոչ միայն Իրանը, որտեղ որ հարաբերությունները շատ են սրված, այլ դա նաև ներառում է փաստացի եւ մենք ձեր հետ միասին տեսնում ենք Թուրքիան։ Եվ դա նաև ներառում է ինչ որ առումով Սաուդյան Արաբիան, որը դեռ չի ճանաչել Իսրայելը, իսկ Միացյալ Արաբական Էմիրությունները, որը ճանաչել է Իսրայելը, իրանց դեմ Սաուդյան Արաբիան պայքարում է փաստացի։ Դա ներառում է Սոմալիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ հասկանալի է այս մոտեցումները, բայց այսօր հունվարի 25-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, նախկին թուրքական հետախուզության պետը, կոնկրետ պարզ հայտարարեց, որ Թուրքիան հետաքրքրված չէ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման։ Հական Ֆիդանը նշել է, որ անհնար է Իսրայելի հետ հարաբերությունները բարելավել։ Սա շատ ծանր գնահատական են եւ պատճառը նաեւ է նշել ըստ իրեն Նետանյահուի աշխատակազմի ճակերտներում ցեղասպան գործողությունների եւ քաղաքականության հետևանքով ճակերտների ավարտ։ Ընդհանուր առումով պետք է ասեմ, որ զարմանալի է հարգելի հայրենակիցներ մեր համար հայերի, երբ Թուրքիան ասում է, որ ցեղասպանություն կազմակերպիչ կամ ցեղասպանություն քաղաքականություն ուրեմն ընդունող եւ այդպիսի քաղաքականություն վարող կողմի հետ հարաբերություններ չի կարելի զարգացնել։ Շատ զարմանալի հայտարարություն է իրականում իմ պատկերացումով հայերի համար։ Բայց ամեն դեպքում իրենք օգտագործում են այդ խոսույթը եւ այդ բառապաշարը այն դեպքում, երբ մենք հիմա կխոսենք դրա մասին։ Տեսեք ինչ հետաքրքիր հայտարարություններ է այստեղ արվում, որ պատասխանելով լրագրողներին, հատկապես Հունաստանից լրագրողը հարց է տվել, որ Վաշինգտոնը ուզում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի միջև եւ ինչ այդտեղ բաղադրիչներ կան, այդ էր հարցը, ապա Ֆիդանը ասեց, որ դուք գիտեք մեր նախագահի մոտեցումը եւ ուրեմն այդ հարցի հանդեպ վերաբերմունքը։ Նկատի ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքիան երկար ժամանակ է ճանաչել է Իսրայելի անկախությունը, բայց միևնույն ժամանակ
Թուրքիան սառեցրել է բոլոր հարաբերությունները Իսրայելի հետ, որովհետև 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը սկսել է ցեղասպանություն։ Շատ հետաքրքիր է այս հայտարարությունը, որովհետև ինչ է նշանակում 2023 թվականից հոկտեմբերի 7-ից հետո, որը սա նշանակում է, որ հոկտեմբերի 7-ին ինչ-որ բան է տեղի ունեցել, եւ այդ օրը Համասը ուղղակի հարձակվեց Իսրայելի վրա շատ ուղղություններով եւ մոտավորապես սպանված են 1000 մարդ եւ գերիներ այդ ամբողջ ժամանակահատվածում տարիների ընթացքում պահում էին Համասը գերիներ եւ դրանով սկսվեց պատերազմը Ղազայում։ Այսինքն Հական Ֆիդանը այդ գործողությունը չի գնահատում Համասի, իսկ հիշեցնեմ, որ Համասի գլխավոր աջակիցը այդ թվում հայացքների ուղղությունով դա հենց Թուրքիան է եւ դա շատ կարեւոր է։ Թուրքիան բազում անգամ ընդունել է իր մոտ Համասի առաջնորդներին, բազում անգամ եւ շարունակում է ընդունել, հանդիպել Համասի առաջնորդների հետ։ Թուրքիան եւ Կատարը, այդ երկու պետությունը մեծ մասամբ։ Ուստի այս հայտարարությունը պարզ է դարձնում, ոնց կարող է Իսրայելը պատասխան գործողությունների հետևանքով սկսել ցեղասպանություն, այսինքն ցեղասպանությունը ինքնիսկ պատասխան գործողություններ չի կարող լինել։ Եվ սա արդեն պարզ է դարձնում իրենց խոսույթը։ Բացի դրանից, պետք է ասեմ, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը եւ Նեթանյահուն հանդիպել են միջև հոկտեմբերի 7-ը 2023 թվականին, մեկ ամիս ավելի շուտ, եւ դրանից հետո պայմանավորվել էին հարաբերությունները բարելավել, բայց տեղի ունեցավ հոկտեմբերի 7 Ղազայում նոր պատերազմ, որը առանց Թուրքիայի թույլտվություն չէր կարող տեղի ունենալ։ Ասում եմ, սա շատ պարզ եւ շատ հստակ եւ համոզված եմ դրանում։ Շատ տվյալներ են դրա մասին խոսում։ Ոստի Թուրքիան մի կողմից ցույց էր տալի, որ ուզում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, դե ինչու ոչ, հանրային չի կարող ուղղակի ասել ոչ, ես չեմ ուզում բարելավել, ես ուզում եմ ձեր հետ ունենամ վատ հարաբերություններ, որովհետև չեմ ուզում, որ դուք գոյություն ունենաք, պարզ փաստացի Թուրքիայի ցանկության մակարդակով որ լինի, Թուրքիան հաստատ չի ուզում, որ Իսրայել եւ Հայաստան գոյություն ունենա։ Ես ասում եմ դա պարզ, շատ ուղիղ։ Եթե զուտ ցանկության գնահատական ենք տալի, բայց այնպես չի, որ ցանկությունները եւ իրողությունները նույնն են, ուստի Թուրքիան համակերպվում է այդ իրողության հետ եւ ասում է խնդիրը Իսրայելի գոյությունում չի, խնդիրը նրանում է, որ Իսրայելը սպանում է պալեստինցիքին։ Թուրքիան չի կարող բարելավել հարաբերություններ Իսրայելի հետ, որովհետև պալեստինցիներին Իսրայելը սպանում է։ Եւ միջև այդպիսի քաղաքականություն է Իսրայելը շարունակում, որ հարվածում է քաղաքներին, սպանում է երեխեքին եւ կանանց, շատ հետաքրքիր է, ուրեմն Իսրայելը միտմամբ ըստ Թուրքիայի սպանում է երեխեքին եւ կանանց, իսկ Համասը, որը միջև հիմա գոյություն ունի, պատերազմը գնում է 2 տարի Ղազայում, 2 տարի։ Եվ 2 տարվա ընթացքում, եթե Թուրքիան չկարողացավ, կներեք, Իսրայելը չկարողացավ Համասին ոչնչացնել մինչև վերջ դեռ, ապա խնդիրը ում մեջ է։ Եթե Համասը ոչնչացրած լիներ վաղուց, ապա պատերազմ կլիներ արդյոք Ղազայում, թե չէ։ Իհարկե չէր լինի, որտեվ Համասն է զինված այդտեղ տերորիստական խմբավորում։ Բացի դրանից պետքա հետաքրքիր նաև բան ասել։ Ի պատասխան Հական Ֆիդանը լրագրողի Հունաստանից ուշադրություն ասում է. դուք որևէ մեկին չեք տեսնի, որ այցելի Թել Ավիվ բացի Հունաստանի վարչապետից։ Եվ սա ինքը նկատի ուներ Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի վերջի այդ եռակողմ հանդիպումը, բայց մի բան պետք է ասեմ, հիշեցնեմ այստեղ բոլորիս, որ հանդիպումը Թել Ավիվում տեղի չի ունեցել։ Հանդիպումը Երուսաղեմում է տեղի ունեցել, բայց ոնց հասկանում եմ, Հական Ֆիդանը չի ուզում ճանաչել Երուսաղեմը, ինչպես Իսրայելի մայրաքաղաք, իհարկե, որովհետև շատ անգամ Թուրքիան հայտարարություն է արել. Երուսաղեմը մեր, այսինքն թուրքական ինքը այդպես է գնահատել, քաղաքն է։ Եվ փաստացի այստեղ
հետաքրքիր է, որ ինքը մեկ անգամ եւս ցույց է տալի, որ Հունաստանի ուղղությունով էլ կա խնդիր, որ Հունաստանը գնում է Իսրայել, կնքում է այս երակողմ դաշինքը եւ շարունակում է, որ որևէ մեկը չի գնում Նետանյահուի հետ չի հանդիպում եւ Նետանյահուն ոչ մեկի հետ չի հանդիպում, որովհետեւ Նետանյահուն մարդասպան է։ Թուրքիան շարունակում է պայքարել պալեստինյան ժողովրդի իրավունքների համար, Նետանյահուի ուրեմն քաղաքականության դեմ եւ Թուրքիայի համար առաջնահերթ էր դիվանագիտությունը, այլ ոչ թե ռազմական գործողությունները եւ Թրամփի հետ միասին հասավ Թուրքիան այդ խաղաղությանը Ղազայում պայմանագիրը, որի մասին ես արդեն խոսեցի ձեր հետ, եւ Իսրայելը բազում անգամ վերջի ամիսների ընթացքում խախտել է այդ խաղաղության, այսինքն հրադադարը, զինադադարը։ Եվ բացի դրանից Իսրայելը խանգարում է, տեսեք շատ բացայտ, Իսրայելը դեմ է, որ Թուրքիան ներկա լինի Ղազայում զորքով կայունացման զորքերի շրջանակներում, տեսեք, կայունացման զորքեր է կոչվում, բայց եւ դա ուրեմն շատ կարևոր բաղադրիչ է, որովհետև փաստացի Հական Ֆիդանը թուրքական կողմը դժգոհ է, որ Իսրայելը դեմ է, որ Թուրքիան լինի ինչպես խաղաղապահ զորք ներկա Ղազայում։ Եվ շարունակում է Թուրքիան պնդել, որ ուզում է լինել ներկա Ղազայում ուրիշ պետությունների հետ միասին, ինչպես խաղաղապահ զորք եւ ուզում է իր ներդրումը ունենալ, այդ թվում ֆինանսական Ղազայի վերականգնման գործում։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, պարզ է դառնում, որ մի կողմից Թուրքիան չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ, եւ դա շատ կարևոր գնահատական է, որովհետև Թուրքիան հասկանում է, որ նույնիսկ եթե Իրանի հարցը լուծվի, որը համար 1 այսօր խնդիրն է Իսրայելի համար, Թուրքիան պատրաստվում է զբաղեցնել այդ տեղը, այսինքն իսլամական աշխարհում Իսրայելի դեմ պայքարող եւ Պալեստինայի ճակերտներում համար պայքարող պետության դերը։ Այդ ուղղությունով Թուրքիան շարունակում է քայլերը Հյուսիսային Կիպրոսում, շարունակում է իր քայլերը արևելյան միջերկրական ծովում ռազմավարական օբյեկտների զարգացման ուղղությունով, շարունակում է նաև հյուսիսային կենտրոնական Սիրիայում եւ ենթադրում եմ նաև հարավային Սիրիայում, մենք կտեսնենք Սիրիայում ինչպես կավարտվի քրդերին վերաբերվող հարցը հյուսիսում, նաև ասեմ ձեզ, որ վերջերս հետաքրքիր է ամենահարավում դրուզները անկախության մասին են սկսում խոսել, չգիտենք ինչքանով դա կավարտվի իրականությունով կամ քայլերով այդ ուղղությամբ, բայց ամեն դեպքում այդպիսի քննարկումներ կան։ Իսրայելցիք այնտեղ պետք է ասեմ ձեզ, որ մի քանի անգամ կրակ են բացել եւ մի քանի գյուղ են ուրեմն մտել, որովհետեւ ոնց հասկանում եմ այդտեղ շարունակվում են ահաբեկչական ինչ որ գործողություններ ուղղված Իսրայելի դեմ։ Զուգահեռ դրա շատ կարևոր է նշել, որ հյուսիսային Սիրիայի ուղղությունով երևում է, որ Թուրքիան իր զինված ուժերի միջոցով է վարում այդտեղ կոնկրետ քաղաքականություն եւ դա շատ կարևոր հարց է, շատ կարևոր բաղադրիչ։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ Լիբանանի ուղղությունով շատ լուրջ ներդրումներ եւ մուտք է գործում Լիբանան Թուրքիան։ Բայց Լիբանանում ռազմական գործողությունները կարելի ասել շարունակում են, հենց այսօր Իսրայելը մի քանի կարևոր հարված հասցրեց Լիբանանի հարավին, ուրեմն այդտեղ կարևոր գետ կա եւ գետից ավելի հարավ գտնվող այդ շրջանին, որը բուֆերային տարածք է կոչվում, եւ ուրեմն այդ հարվածների հետևանքով այդտեղ կան սպանված ուշադրություն ահաբեկիչներ Հեզբոլլա տերորիստական խմբավորումից, Հեզբոլլահը իրանական տերորիստական խմբավորում է, Իրանը հետ է քաշվում այդտեղից ինչ որ առումով ազդեցության առումով եւ հավանական է, որ Թուրքիան նաեւ ել ավելի կակտիվանա նաեւ Լիբանանի ուղղությունով։ Թուրքիան նաեւ մենք գիտենք եւ ձեր հետ խոսել ենք Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ նաեւ ակտիվացնում է իր ջանքերը, Իրաքում նաև տարբեր ներդրումներ է ունենում, այդ թվում Թուրքիան մեծ ծրագիր ունի, որը վերաբերվում է Իրաքին եւ կարճ ասեմ ձեզ, որ դա նաև Իսրայելի դեմ է ուղղված, որովհետեւ սա ընդհանուր տարածաշրջանային քաղաքականություն է Թուրքիայի համար, որը վերաբերվում է Իսրայելի դեմ այսպիսի հիբրիդային պրոքսի ուժեր ձևավորելուն եւ Իրաքի վրա ազդելու միջոցը Թուրքիայի դա ջուրն է, որովհետև գետերը գալիս են Թուրքիայի տարածքից, իսկ
անցնում են Իրակով, իսկ Իրաքում ջրի լրջագույն խնդիրներ կա։ Հետաքրքիր եւ կարեւոր հայտարարություն եմ նաեւ ուզում անել եւ կիսվել ձեր այս տեղեկատվությունով, որ բառացի 2 օր առաջ Միացյալ Նահանգները հայտարարեցին եղբայր մուսուլմաններին կամ մուսուլման եղբայրներին, Muslim Brotherhood է կոչվում, այսպիսի կառույց կա, որի առաջնորդը կարող եմ ասեմ, որ իրականում իմ պատկերացումով հենց Ռեջեփ Տայիպ Էրդողանն է եւ ոչ միայն իմ, այսինքն նկատի ունեմ դա իրականում վերլուծաբանների գնահատականն է եւ վերլուծաբանները հասկանում են, որ հենց Ռեջեփ Տայիպ Էրդողանն է այն դիրքերում, որ իրական առաջնորդներից մեկն է առնվազն, ես կարծում եմ հենց ամենագլխավոր առաջնորդը եւ ինքը իրան այդպես է դրսևորում եւ Միացյալ Նահանգները բառացի 3 չի առաջ օր արեցին կոնկրետ հայտարարություն չէ, որոշում կայացրեցին, ըստ որի ուրեմն այդ մուսուլման եղբայրների կազմակերպությունը Եգիպտոսում, Լիբանանում եւ Հորդանանում կլինեն հռչակված ինչպես տերորիստական խմբավորում։ Հիմա ինչ է դա նշանակում եւ ինչու միայն այս 3 պետություններում, ինչու ոչ ամենտեղ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ եթե հայտարարեին ամենտեղ, ստացվում է, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանին հայտարարում են տերորիստական խմբավորման փաստացի քաղաքական առաջնորդ։ Ուստի ես համարում եմ, որ դա Միացյալ Նահանգները չարեցին հենց այդ պատճառով եւ հայտարարեցին միայն այս պետություններով։ Հիշեցնեմ, որ Մուհամմադ Մուրսին, այսինքն Եգիպտոսի նախկին նախագահը, որը Էրդողանի հետ շատ մոտ էր, նաեւ եղբայր մուսուլմանների, այս մուսուլման եղբայրների ուրեմն կառույցի ներկայացուցիչ էր, Եգիպտոսի նախագահը, եւ իր դեմ կազմակերպել են զինվորականները Եգիպտոսում հեղաշրջում եւ հաջողակ է այդ հեղաշրջումը, այսօր Եգիպտոսը ղեկավարում են ուրեմն զինվորականները իդեմս գեներալ Աս-Սիսի, որը այդ հեղաշրջումը կազմակերպեց։ Ուստի Եգիպտոսում, որտեղ որ Թուրքիան հույս ուներ դեռ, որ կարող է իր ուրեմն գաղափարակից մուսուլման եղբայրները գան իշխանության, նաև Լիբանանում, որտեղ որ ես ասացի, որ Թուրքիան հիմա փորձում է մուտք գործել եւ մուսուլման եղբայրները սուննի կազմակերպություն են։ Իսկ Հեզբոլահը շիա, ուստի Հեզբոլահին փոխարինողը Լիբանանում եւ Հորդանանում նաև կարող է լինել հենց մուսուլման եղբայրները։ Եվ Միացյալ Նահանգները այդ ուղղությունով կարևոր քայլ արեցին, որ որևէ լուրջ առաջընթաց եւ զարգացում այդ ուղղությամբ չլինի։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ ձեր համար պարզ է։ Թուրքիան կոնկրետ ասում է, որ իր համար անհրաժեշտ է Իսրայելի հետ հարաբերությունները բարելավել իբրև, սա շատ կարևոր է, պահանջներ է պետք իրեն։ Եվ այդ պահանջները նա է հստակ, որ Ղազա են ուզում մուտք գործել, այսինքն Թուրքիան ուզում է ֆիզիկապես լինի ներկա Ղազայում, իբրև բարելավի հարաբերությունները եւ հետո սրի նորից Իսրայելի հետ հարաբերությունները, որովհետեւ Իսրայելի գոյությունը Թուրքիայի համար խնդիր է նաեւ, ինչպես բոլորի համար, ով ծայրահեղ իսլամի ուղղությունով է զարգացնում իրենց քաղաքականությունը եւ նպատակները, իսկ մուսուլման եղբայրների այդ քաղաքականությունը դա ծայրահեղ սուննի ուրեմն իսլամն է, հենց քաղաքական իսլամիստական խումբ է եւ տերորիստական են հռչակվել փաստացի Միացյալ Նահանգների կողմից։ Ուստի մենք ձերը տեսնում ենք այստեղ, որ այդ մոտեցումները, այդ արճակատումը շարունակվում է նաև Հունաստանի, Կիպրոսի ուղղությունով, Իսրայելի ուղղությունով եւ փաստացի Թուրքիա եւ Իսրայել հարաբերություններում որևէ բարելավում մենք չենք կարող սպասել, հակառակը մենք տեսնում ենք, որ սա իհարկե Միացյալ Նահանգներին համոզեցնելու է, որ այստեղ կա խնդիրներ։ Եվ ինչու կարաբերի այդ խնդիրները, իհարկե գիտեք, որ Թուրքիան ուզում է գնել F-35-ներ, Իսրայելը դեմ է, եւ ես կարծում եմ Միացյալ Նահանգները հիմա հաշվի առնելով, որ Թուրքիան հրաժարվեց ուրեմն բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ակնհայտորեն կսահմանափակեն այդ հնարավորությունը Թուրքիայի համար, որ գնի
այդ զենքը։ Սա նաև տալիս է Հայաստանին լուրջ հնարավորություն։ Եթե Միացյալ Նահանգները հասկանում են, որ Թուրքիայի մոտեցումները չեն փոխվում, ապա Թուրքիային պետք է զսպել, եւ TRIP-ը նաև այդ նպատակով է, այսինքն Հայաստանը պետք է հզորանա, զարգանա, որ նաև ինչքան կարելի է ավելի ապահով լինի, եւ դրանով կարելի է կայունացնել Թուրքիայի տարածաշրջանային ներկայությունները տարբեր ուղղություններով, որովհետեւ հենց այդ է բանը, որ Միացյալ Նահանգներին ձեռ չի տալի որևէ ձևով, որ Հայաստանին շրջանցի որևէ ճանապարհ այստեղ, Թուրքիա-Ադրբեջան կապը նկատի ունեմ եւ առանձին Վրաստանի թեման է, որովհետեւ սա անմիջապես ուղղակի կապված է եւ կապ ունի հենց Իսրայելի եւ Միացյալ Նահանգներ Իսրայել հարաբերությունների վրա, բայց նաև մեր դեպքում Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Կարծում եմ շատ կարևոր հարցեր եւ հետաքրքիր եւ շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։